Այսօր 6 հոկտեմբերի ժամը 21:00 2025 թվական։ Ցանկությունս առաջացավ այսօր զրուցել ձեզ հետ այն պատճառով, որ տեսնում եմ այսպես կոչված ընդդիմադիր Հայաստանում իրենց կոչող ուժերը նույն հիմարությունն են արտասանում, նույն քաղքենի տհաս ուղով են գնում, չհասկանալով ամենամեծ սխալը, որը թույլ են տալիս իրենց, դա այն է, որ միացում համախմբում չի լինի, եթե այդ այսպես կոչված ընդդիմադիր ուժերը չքանդեն իրենց այսպես դիմակ դարձած հասկացողությունը, որի անունն է կուսակցություն։ Այդ կուսակցությունն է, որ մեր ազգին դարձրել է ողորմելի մի մասսայի անպատիվ, անբարոյական, նույնիսկ կենդանական բնազդից զուրկ մի բալաստի։ Ինչքան կարելի է բացատրել, եթե միասնություն եք ուզում, եթե ձեր ցանկությունը հայրենիքի փրկությունն է, պետք է բոլորդ թոթափեք ձեր վրայից կուսակցական այդ բեռը, եթե ցանկանում եք պետականություն փրկել, հայ ազգի պատիվը փրկել, այդպես կարելի է միավորվել և այդպես կարելի է ընդդիմադրել ստահակ, պատվազուրկ, արժանապատվությունից հեռու այս ոհմակից իր առաջնորդի հետ միասին։ Մի տխմարությունից մի այլ տխմարության է անցել, արդեն 7 տարի է, որ շոու է Հայաստանում, միայն բառախաղ, խայծը կուլ տված ընդդիմադիրներն էլ այդ շոուի ջրաղացին ջուր են լցնում, քննարկելով այդ տհասի, այդ ողորմելի արարածի ամեն մի ազգադավ, գաղափարապես տկար արտահայտություններին քննադատության առիթ դարձնելով։ Հանրապետությունները թվարկվում են, ստանում են ինչ-որ թվային սիմվոլներ այն դեպքում, երբ որ այդ երկրներում ինչ-որ մի արտառոց պատմական փոփոխություն է կատարվում։ Դե ամենամոտ և հասկանալի օրինակը դա Ֆրանսիայի 5-րդ հանրապետությունն է։ Ինչպես են թվավորել այդ հանրապետությունները, դրանք նոր ասեցի, որ պատմական իրադարձությունների հետևանքով ստացել են թվարկում։ Թագավորությունից հանրապետություն դառնալով, հետո հանրապետությունից նորից թագավորություն, նորից հանրապետություն, ստրկացում Գերմանիայի կողմից, անկախացում և այդպես թվավորել են իրենց հանրապետությունը։ Հայաստանում ինչ է կատարվել, մինչև 3-րդ հանրապետություն համարյա թե նույն ֆրանսիական
կերպով հայտարարվել է առաջին հանրապետություն, հետագայում երկրորդ սովետական հանրապետություններ, երրորդն էլ անկախությունից հետո, որը մենք ձեռք ենք բերել ոչ թե պայքարով, այլ ՍՍՄ-ի փլուզումից հետո, ավտոմատ կերպով։ Ինչը դրդեց այս ազգադավ Վավայի վիժվածքին կրտված, որպեսզի մի նոր առիթ ստեղծի շոուն շարունակելու համար և հայտարարեց Չորրորդ հանրապետություն, ինչ էր կատարվել Հայաստանում, բառից բուն իմաստով ոչինչ։ Քչերը գիտեն, թե ինչ առիթով է Չորրորդ հանրապետություն հայտարարել այս տհասը, Վավայի կրտված վիժվածքը, նորից բացատրեմ, կրտված դա այն է, ինչով նա տառապում է, դա ոչ թե թլփատված է, այլ կրտված է։ Եվ առիթը Չորրորդ հանրապետություն հայտարարելու դա 4 տարի առաջ եմ հայտարարել, որ Հայաստանը ուղիղ թռիչք ստացավ Ստամբուլի հետ Երևանը, այդ ժամանակ հայտարարեցի, որ Հայաստանում շուտով կարող է Ջումբուր-Բաշկան Էռատո-Գ զամջղլարը դառնա, որը այսօր այդ Էռատո-Գ Ջումբուր-Բաշկանը Էրմենիստան վիլայեթի ապագա ղեկավարը մենապաուզայի է ենթարկվել։ Միայն դա է շարժառիթը, ուրիշ բախտորոշ ոչ մի քաղաքական կամ պետական առիթ չի եղել, որպեսզի այդ տհասը Չորրորդ հանրապետություն հրապարակի։ Միայն դա կարող է լինել առիթը և լավ իմացեք, սա կատակ չէ, իրականություն է։ Պետություն, որտեղ միայն կոնֆերանսներ, համաժողովներ, ազգային ժողովի առանց կանգառի շոուն շարունակելու առիթ է։ Պետություն, որտեղ ոչինչ չի կատարվում, պետականաշինությունը վաղուց մոռացված է, այդպիսի ծրագիր չկա, և արժանապատիվ ազգ կոչվելու բոլոր նախադրյալներն ու սիմվոլները վերացվել են, մնացել էր վերջինը Երրորդ հանրապետություն հասկացողությունը, որը Վավայի վիժվածքի զուգընկերուհու մենապաուզայի առիթով հրապարակվել է Չորրորդ հանրապետություն։ Ինչքան կարելի է բացատրել, որ միայն դավաճանությունով է, որ մենք զրկվել ենք մեր պետականությունից, մենք վերջնական արդյունքը, որը մեզ էր տրվել, նորից պետք է շեշտեմ և կրկնեմ 1000 անգամ, ռուս ազգից արյուն թափելով, մեզ համար արյուն են թափել 1813 թվականին, 28 թվականին Թուրքմենչե և Գյուլիստանի պայմանագրերով և այսօրվա այժմյան Հայաստանի տարածքը բառից բուն իմաստով հայ ազգից մաքրված էր, ընդամենը 20% էին
կազմում բնակչության քանակությունը այժմյան Հայաստանի տարածքում։ Դուք հասկանում եք, դեռ 1800-ական թվականներին դավաճանության հետևանքով Հայաստանը հայազրկված էր։ Եվ եթե չլիներ ռուսական ցարի հրահանգը այդ երկու պատերազմներում ծնկի բերելով պարսիկներին, 14500 հայկական ընտանիք, հոգի չէ, 14500 հայկական ընտանիք տեղափոխեց այժմյան այն ժամանակ կոչվում էր Ռուսահայաստան և բնակչության քանակությունը մեծացրեց հայ ազգի այդ տարածքում։ Դա դեռ քիչ էր, 5 տարով հարկերից ազատեց։ Հասկանում եք դա ինչ է նշանակում։ 5 տարի հայ ազգը հարկ չէր վճարում ցարական Ռուսաստանին, այն ժամանակվա պետությանը։ Մի պետություն, որը արյունով, դա հարբեցող այժմյան ռուս հասարակությունը չէ, իսկական ռուս հասարակություն կարող եք տեսնել այն մարզերում, որտեղ ես եղել եմ դեռ ուսանողական տարիներին։ Ազնվագույն, բարեհոգի, հավատքի և եղբայրության սիմվոլները հասկացող մի ազգություն, որը իր արյունով փրկել է բազմիցս անգամ մեզ մեր թշնամիներից, լինեն դա թուրքերը, լինեն դա պարսիկները, և առաջին անգամ Պետրոս առաջինը, Պետրոս մեծը, Դավիթ բեկին փոքրաքանակ, բայց դա սիմվոլիկ նշանակություն ունեցող մի զորախումբ ուղարկեց, կարծեմ 150 հոգուց կազմված։ Բայց հասկանում եք, դեռ այն ժամանակ ինչպիսի ոգեշնչող քայլ էր դա։ Եվ այդպես շարունակվել է դարերում և Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրով փրկեց հայկական պետականությունը, փրկեց հայ ազգին։ Դա դեռ քիչ էր, 5 տարով հարկերից ազատեց և ամեն մի ընտանիքին տվեց 25 ռուբլի գումար, որով կարելի էր տուն գնել այն ժամանակ, կամ այդ տարիների գնային քաղաքականությունից ելնելով 8 հատկով կամ տուն։ Մի ինձ համար հարգելի մարդ, որը շատ գաղափարապես ինտելեկտուալ բարձր որակի երգեր էր հորինում, Ռուբեն Հախվերդյանը այնպիսի հիմարություն ասեց հարցազրույցի ժամանակ, ասաց, թե ռուսները ինչի գոնե մի որբանոց չեն պատրաստել Եղեռնից հետո, ամերիկացիները տեսեք ինչքան որբանոցներ են ստեղծել։ Իսկ այդպես չաղացած մարդկանց ուղեղն էլ է ճարպակալում և հիմարանում են։ Իսկ նա հետազոտել է այդ որբերը որտեղ են իրենց վախճանը գտել։ Ամերիկայի բամբակի պլանտացիաներում։ Ինչպես հայրը Կոստանդնուպոլիսից մեկնում է
Կուբա, Կուբայից անցնում Ամերիկա, գտնում է իր երկու դուստրերից մեկին, որը արդեն դարձել էր ինվալիդ, իսկ մյուսը մահացել էր դաժանակիր աշխատանքների հետևանքով։ Սա է եղել ամերիկյան օգնությունը հայ ազգին և մի թղթի կտոր ուժ չունեցող Վուդրո Վիլսոնի թղթի կտորիկը։ Ինչի մասին եք խոսում։ Նորից պետք է կրկնեմ, Ղրիմյան հայրիկի խոսքերը միայն առաջին մասն եք հիշում։ Մեր շերեփը թղթյա էր և մեր հարիսայի բաժինը չկարողացանք վերցնել։ Պետք է Կարաջորջևիչ Սերբի նման մտնեինք Բեռլինի կոնգրեսի շենք, թրով խփեինք սեղանին և ասեինք, որ սերբերը պետք է բնակվեն այդ տարածությունում, որ նույնպես ոխերին տհաս վայրենի թուրքերը գրավել էին։ Սա է մեր դժբախտությունը, նույնիսկ ամենահզոր հայկական մեծ հայքի ստեղծողը և ղեկավարը Տիգրան Մեծը, Տիգրան II դավաճանությունով դեռ իր կենդանության օրոք զավակները դավաճանել էին հորը, դավաճանել էին հայրենիքին։ Նրա զավակներն են դավաճանությունը սկսել, իսկ դավաճանին միայն վերացնել է պետք։ Անվար Սադաթին ինչպես այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելուց հետո զինվորական շքերթ էր կազմակերպել։ Պատիվ ունեցող եգիպտացի զինվորները սատկացրեցին, շան նման սատկացրեցին ուղղակի։ Եվ այդ ստահակը, որ մոռացել եք, միայն մեկ նախադասություն պետք է ընդդիմադիրները ամեն օր կրկնեն, որ նա արտասանեց ԱԺ-ում. ես հպարտ եմ մեր պարտությունով։ Դավաճանությունով նա հպարտանում է։ Դա պետք է լինի կարգախոսը, ոչ թե քննարկեն, թե իր զուգընկերուհու մենապաուզայի առիթով Չորրորդ հանրապետություն է հռչակում և նման այլ տափակություններ է դուրս տալիս ամեն օր։ Սա է մեր դժբախտությունը, նորից պետք է կրկնեմ, 168 հոգով Նժդեհը ազատագրեց Սյունիքը։ 20 թվականին Նարիմանով Ստահակը, Ադրբեջանի ղեկավարը, ընդունեց, որ Նախիջևանը, Սյունիքը և Արցախը դա հայկական հողեր են։ Դրա մասին ոչ մի տհաս ընդդիմադիր չի արտասանում։ Ինչ Միջանցքի մասին եք քննարկում։ Ողորմելի արարածներ, Միջանցք Նախիջևանից դեպի Ադրբեջան, այժմյան Արցախով արդեն, որը դավաճանությունով Վավայի վիժվածքը տվել է թշնամուն։ Ինչ եք քննարկում։ Ցուցադրեցի, բացատրեցի, որ Նարիմանով Ստահակը, ես հաշվի չեմ առնում այն, որ գոյություն չի ունեցել այդպիսի ազգ։ Պետական փաստագրական տվյալներով 1936 թվականին նոր ՍՍՀՄ-ի սահմանադրությունով են այդ ազգին Ադրբեջան անվանումը տվել։ Թուրքի թերմուկներ, որոնք արյունախում
իրենց քաղաքականությամբ և էությամբ ներխուժել էին դեռ 10-րդ դարում Ալտայից արշավելով դեպի արևմուտք, գրավել էին մեր հողերը, հայկական 12,000 տարվա գոնե ապացուցված հողերի վրա և գրավել էին նրա 90%-ը։ Ինչի մասին է խոսքը։ Ինչքան կարելի է բացատրել, ինչքան կարելի է հասկացնել, որ դավաճանությունն է և չպետք է հաշվի առնենք 1,5 միլիոն անմեղ զոհեր ենք ունեցել, 1,5 միլիոն մեղավոր զոհեր պետք է վերացնենք, որպեսզի մեր ազգի արյունը մաքրվի։ Ինչի մասին եք խոսում։ Ինչ եք քննարկում։ Տրամպի անունը տալ այդ Միջանցքին, թե Զանգեզուրի Միջանցք համարել։ Ահա թե ինչն է դժբախտությունը, որ մինչև օրս չեք հասկանում։ Իմ այս ալիքի ունկնդիրներից մեկը, որը անցյալում իմ ելույթներին հետևել է Նոյան Տապանով, ինձ գրել էր, որ ցանկանում է խնդրել Նոյան Տապանին նորից այնտեղ ես ելույթ ունենամ։ Այդպիսի ցանկություն չունեմ։ Ես ընդամենը արձանագրում եմ իմ մտքերը փաստերով, արձանագրում պատմության համար։ Եթե ցանկություն ունեն այսօրվա մեր հասարակության երիտասարդ սերունդը հասկանալ, թե ինչպիսի երկրում են ապրում այսօր, բացատրեցի։ Ռուս ազգը արյունով փրկել և մեզ է տվել։ Սա է փաստը։ Ցավալի է, բայց փաստ է։ Ահա և վերջ։